Բարերեկո հորիզոնը շարունակում է աշխատանքը։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 6-ի երեկոյից մինչև ապրիլի 7-ի ժամը 4:30 ընկաժամանակահատվածում Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան եւ հարավ-արևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչ օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ Հայաստանի վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան պատրաստ է հետաքննել Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը հիմնավորող փաստերը, դրանք Հայաստանին փոխանցելու պարագայում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է գործունեությունը մեր երկրում։ Հանդիպմանը մասնակցել է նաև Ալեքսանդր Թիմանը, ով ստանձնելու է հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավարի պաշտոնը։ Վարչապետը կարևորել է Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համագործակցությունը ի նպաստ մեր երկրում տնտեսության զարգացման։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս տարվա առաջին եռամսյակում պահպանվում են տնտեսական ակտիվության միտումները եւ կառավարության քայլերը միտված են տնտեսական կայուն աճի ապահովմանը։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի համագործակցությամբ իրականացվող ծրագրի 5-րդ վերանայման արդյունքները։ Այս առումով կողմերը գոհունակություն են հայտնել ծրագրի արդյունքներից եւ անդրադարձ կատարել հետագա քայլերին։ Մտքեր են փոխանակվել ֆինանսական ոլորտի, ներդրումային միջավայրի բարելավման, տնտեսական ակտիվության խթանման, առկա ռիսկերի հաղթահարման եւ այլ հարցերի շուրջ։ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի հրավերով աշխատանքային այցով Աբու Դաբիում է, որտեղ մասնակցել եւ ելույթ է ունեցել ամենամյա ներդրումային համաժողովին։ Աշխարհակաղակական փոփոխությունների եւ նախկին կանոնակարգի վերանայման պայմաններում Հայաստանը, որպես երկխոսության համար բաց, խաղաղասեր, ժողովրդավար ու զարգացող տեխնոլոգիական տեսլականով երկիր, կառուցում է ժամանակակից կենսունակ քաղաքական եւ մարդկային տնտեսական համակարգ։ Մեր կարևորագույն կապիտալը կրթված աշխատասեր օրինապահ հասարակությունն է։ Կառավարությունն իր հերթին ներդրումներ է կատարում անհրաժեշտ ենթակառուցվածքներում, տեխնոլոգիական աճին աջակցելու համար։ Ստեղծում են տեխնոլոգիական կենտրոններ ու պարկեր, ինչպիսիք են ԿՕԱՎ, Թումո ստեղծարար տեխնոլոգիական ուսումնական կենտրոնները, որոնք կենտրոնացած են երիտասարդ տաղանդների զարգացման ու մրցունակ սերնդի կրթության վրա։ Նորություն չէ, որ երիտասարդության շրջանում ակա է մեծ հետաքրքրվածություն բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության, ռոբոտաշինության եւ նորարարության հանդեպ։ Մենք առաջարկում ենք տարածաշրջանում ամենաբաց եւ գրավիչ ներդրումային միջավայրերից մեկը, բարելով բաց դռների քաղաքականություն։ Ժողովրդավարության զարգացմամբ մենք շարունակաբար ամրապնդում ենք երկրում արդար եւ մրցունակ տնտեսական միջավայրը, օրենքի գերակայություն եւ անկախատական համակարգ, ինչն ուղղակիորեն նպաստում է ներդրումային միջավայրի հուսալիությանը, պաշտպանությանն ու զարգացմանը։ Իշխանությունների կողմից իրականացվող գործարար միջավայրի խորը եւ համապարփակ բարեփոխումների օտարերկրյա ներդրումների ներգրավման համար նպաստավոր պայմաններ են առաջարկում։ Հայաստանն օրինական երաշխիքներ է տրամադրում օտարերկրյա ներդրողներին, ներառյալ սեփականության պաշտպանությունը, կապիտալի ազատ տեղաշարժը եւ թափանցիկ հարկային համակարգը։ Վերջին տարիներին Հայաստանը բարձր վարկանիշներ է գրանցել միջազգային ինդեքսներում, այնպիսի ցուցանիշներով, ինչպիսիք են օրինակ ժողովրդավարությունը եւ մարդու իրավունքների պաշտպանությունը, կոռուպցիայի դեմ անսիջում պայքարը, տնտեսական ազատությունը, գործարար եւ ներդրումային ազատական միջավայր։ Հայաստանն ունի ներդրումների պաշտպանության երկկողմ պայմանագրեր ավելի քան 40 երկրների հետ, այդ թվում Արաբական Միացյալ Էմիրությունների հետ։ Հայաստանն առաջարկում է մի քանի ազատ տնտեսական գոտիներ, որոնք բարենպաստ պայմաններ են ապահովում օտարերկրյա ներդրողների համար։ Այս գոտիներն առաջարկում են հարկային արտոնություններ, պարզվեցված մաքսային ընթացակարգեր եւ մուտք դեպի տարածաշրջանային շուկաներ։ Իմ պատվիրակությունն այստեղ է կոնկրետ ներդրումային ծրագրերով, որոնցով իմ գործընկերները կկիսվեն ձեզ հետ։ Պատրաստ են գործնական բանակցությունների, համատեղ ձեռնարկությունների ստեղծման, փորձի ու տեխնոլոգիական փոխանակման։ Միևնույն ժամանակ կարևոր է համարում, որպեսզի օգտվելով առիթից մեր գործընկերները տեղեկացված լինեն Հարավային Կովկասի տարածաշրջանում ակա մարտահրավերների մասին։ Հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը Հայաստանի Հանրապետության գլխավոր առաջնահերթություններից է։
Մեր երկիրը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության հասնելու օրակարգին, որի կարևոր մասն է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ներկայացված խաղաղության խաչմերուկ նախագիծը, որպես տարածաշրջանում խաղաղության հաստատման և տնտեսական կապերի խթանման գործում։ Այս նախաձեռնությունը բացառիկ հնարավորություն է տալիս տարածաշրջանային կայունության, տնտեսական զարգացման և միջազգային առևտրային միջոցների գործարկման համար։ Նախագծի առանցքային գաղափարը կոմունիկացիաների զարգացումն է, ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, ափի մալուխներ և էլեկտրահաղորդման գծեր նորոգելու, կառուցելու, գործարկելու և ի վերջո մարդկանց մեջ շփումների հնարավորություններ ստեղծելու միջոցով, ինչը կարևորագույն բաղադրիչ է խաղաղության համար։ Հարավային Կովկասում բոլոր տարածաշրջանային ենթակառուցվածքների արտաշրջափակումը, պետությունների ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հարգման, ինչպես նաև հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա բացառիկ հնարավորություններ կստեղծի բեռների և քաղաքացիների տեղաշարժի համար։ Վստահ եմ, որ տարածաշրջանում խաղաղությունն այլընտրանք չունի, ավելին հարավային Կովկասը պետք է վերածի մի տարածաշրջանի, որտեղ չկան փակ սահմաններ, ինչների հետքին կնպաստի տնտեսական համագործակցության խորացմանը, մարդկանց միջև շփումների ակտիվացմանը, միաժամանակ ապահովելով ողջ տարածաշրջանի կայուն տնտեսական աճը։ Այսի շրջանակներում նախատեսվում է նաև Վահագն Խաչատուրյանի հանդիպումներն Արաբական Միացյալ Էմիրությունների բարձր ղեկավարության ներկայացուցիչների հետ։ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն Աբու Դաբիում հանդիպում է ունեցել Էմիրությունների էկոնոմիկայի նախարարի հետ, քննարկվել են Հայաստանի և Էմիրությունների միջև տնտեսական կապերի զարգացման, ապրանքաշրջանառության ծավալների ավելացման, երկու երկրների գործարար համայնքների համագործակցության հնարավորությունները։ Նախարարը զրուցակցին է ներկայացրել Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները, Հայաստանի կառավարության կողմից նախաձեռնված ծրագրերը և ներդրումային հնարավորությունները։ Առանձին անդրադարձ է կատարվել զբոսաշրջության, վերականգնվող էներգետիկայի և կանաչ էներգետիկայի ոլորտներում համագործակցության հնարավորություններին։ Գևորգ Պապոյանը ներկայացրել է նաև խաղաղության խաչմերուկ նախագիծը, որը կարող է դառնալ տնտեսական ավելի լայն համագործակցության կարևոր բաղկացուցիչ։ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը Տաշքենդում հանդիպել է Ֆրանսիայի պատգամավորական պատվիրակության ղեկավար Քսավիե Յակովելեի հետ։ Հանդիպման ազգային ժողովի փոխնախագահը հույս է հայտնել, որ առաջիկայում կստորագրվի Հայաստան-Եվրամիություն գործընկերության նոր օրակարգը։ Անդրադառնալով տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացին, Հակոբ Արշակյանը ներկայացրել է տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման ուղղված Հայաստանի խաղաղության խաչմերուկ նախաձեռնությունը։ Ազգային ժողովի նախագահի տեղակալը պատվիրակությանը նաև տեղեկացրել է Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման ուղղված քայլերի մասին, մտահոգություն հայտնելով Ադրբեջանի կեղծ հայտարարությունների պատճառով սահմանային լարվածության սրման կապակցությամբ։ Ընդգծվել է հումանիտար հարցերի լուծման կարևորությունը, ինչպիսին է հայ գերիների վերադարձը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ թիվ 14 և 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն ապրիլի 6-ի նիստերում ամփոփել են մարտի 30-ի դիմընտրությունների վերջնական արդյունքները։ Այսպիսով փառակար համայնքի հավաքան ու արտահերտ ընտրություններին քվեարկությանը մասնակցել է 11528 ընտրող, ընտրական իրավունք ունեցողների թիվը 20967 է։ Կուսակցությունների և դաշինքի ստացած քվեները՝ քաղաքացիական պայմանագիր կուսակցություն 3669 քվե, 7 մանդատ, Միասնություն կուսակցությունների դաշինք 6508 քվե, 12 մանդատ, Ազգային առաջընթաց կուսակցություն 900 քվե, 2 մանդատ, Կայունություն կուսակցություն 426 քվե, 0 մանդատ։ Անվավեր քվեաթերթիկների թիվը 23 է, արձանագրվել է 6 անճշտություն։ Գյումրի համայնքի հավաքան ու արտահերտ ընտրություններին մասնակցել է 47434 ընտրող, ընտրական իրավունք ունեցողների թիվը 111236 է։ Կուսակցությունների և դաշինքների ստացած քվեները՝ քաղաքացիական պայմանագիր կուսակցություն 17188 քվե, 14 մանդատ, Հայաստանի կոմունիստական կուսակցություն 9727 քվե, 8 մանդատ, Ապրելու երկիր կուսակցություն 1695 քվե, 0 մանդատ, Մայր Հայաստան կուսակցությունների դաշինք 2904 քվե, 2 մանդատ, Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն 652 քվե, 0 մանդատ, Եվրադաշինք կուսակցությունների դաշինք 2113 քվե, 0 մանդատ, Դեմոկրատական այլընտրանք կուսակցություն 1407 քվե, 0 մանդատ, Մեր քաղաքը կուսակցությունների դաշինք 7380 քվե, 6 մանդատ, Իմ հզոր համայնք կուսակցություն 3739 քվե, 3 մանդատ, Անվավեր քվեաթերթիկների թիվը 607 է, անճշտությունների գումարային չափը 69։
Այսօր մեր երկրում նշվում է Մայրության եւ Գեղեցկության տոնը, ըստ հայ առաքելական եկեղեցու տոնացույցի ապրիլի 7-ը Սուրբ Աստվածածնի ավետման օրն է։ 1995 թվականից ապրիլի 7-ը ներառվել է Հայաստանի ազգային տոնացույցում։ Օրվա առթիվ արված շնորհավորական ուղերձները տեսանյութում։ Սուրբ Մարիամ Աստվածածնի ավետման, Մայրության եւ Գեղեցկության տոնի կապակցությամբ արված շնորհավորական իր ուղերձում նախագահ Վահագն Խաչատրյանը նշել է, որ այս օրը խորը խորհուրդ ունի, այն հիշեցնում է այն պահը, երբ մարդկությանը տրվեց կյանք պարգևող ու փրկության հույս բերող ավետիսը։ Սուրբ Մայրամի կերպարում մեր ժողովուրդը դարեր շարունակ տեսել է մայրական նվիրվածության, խոնարհության եւ ուժի խորհրդանիշը։ Ապրիլի 7-ը մեզ համար ոչ միայն տոն է, այլ նաեւ շնորհակալության օր, ձեր կանանց եւ մայրերի նկատմամբ։ Ձեր սերը, հոգատարությունը, ձեր զորությունը թե ընտանիքում, թե հասարակական կյանքում մեր պետության ամրության եւ ներդաշնակության հիմքերից են։ Մեր ինքնության կերտվածքում նույնպես մայրական կերպարն առանձնահատուկ տեղ ունի։ Նախագահ Խաչատուրյանի խոսքով մենք մայր ենք անվանում մեր հայրենիքը, մեր լեզուն, մեր քաղաքը, որովհետև հենց մայրն է բերում կյանք, արմատ, շարունակություն։ Սիրելի կանայք, մայրեր եւ քույրեր, թող այս տոնը ձեզ պարգևի խաղաղություն, ջերմություն եւ սեր։ Սրտանց մաղթում եմ ձեզ առողջություն, երջանկություն եւ անսպառ ուժ, պահելու ու սիրելու ձեր ընտանիքները եւ հավատով նայելու ապագային։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն օրվա առթիվ արված իր շնորհավորական ուղերձում ընդգծել է, որ այս տոնը եւս մեկ առիթ է արժևորելու կնոջ դերը։ Հայկինը դարեր շարունակ եղել է մեր պետության ամուր հենասյունը եւ այսօր էլ նրա դերը հասարակության զարգացման եւ կայունության գործում անուրանալի է։ Մանասյանի խոսքով կանանց իրավունքների պաշտպանությունն ու խթանումը հասարակական կյանքի տարբեր ոլորտներում առաջ խաղացումն այդ հիմքի ամրապնդման կարևոր պայմաններից են եւ որպես մարդու իրավունքների պաշտպան իր համար առաջնահերթություն է կանանց իրավունքների պաշտպանությունն ու խթանումը։ Անհրաժեշտ է, որ պետությունը շարունակի հետևողական քայլեր ձեռնարկել ոլորտի շարունակական զարգացման ուղղությամբ։ Այդ գործընթացում առանցքային են կարծրատիպերի հաղթահարումը, հավասար հնարավորությունների ապահովումը, կանանց մասնակցության խթանումը որոշումների կայացման գործընթացներում, ինչպես նաև նրանց լիարժեք ներգրավվածությունը հասարակական եւ քաղաքական կյանքում։ Սիրելի կանայք եւ աղջիկներ, թող այս գեղեցիկ օրը լի լինի ջերմությամբ եւ գնահատանքով։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ տոնի առթիվ։ Գարեգին Բ. ամենայն հայոց կաթողիկոսը Մայրաթոր Սուրբ Էշմիածնից ավետման տոնի առիթով հայրապետական իր օրհնությունն ու բարեմաղթանքներն է հղել կանանց ու օրիորդներին։ Կաթողիկոսն ընդգծել է ավետման ավետարանական դրվագը մեզ փոխանցում է Փրկչի աշխարհ գալու բարի ավետիսը եւ Սուրբ Աստվածամոր խոնարհ, հնազանդ եւ հավատավոր կերպարը, որը դարձել է Աստվածանվիրումի երանելի վկայություն եւ բարի օրինակ ծառայել հայ կանանց համար բոլոր ժամանակներում։ Հոգենորոք այսօրը մեր եկեղեցիներում կատարվում է մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնություն, աղոթքով, որ ազգս զորանա նոր մանուկների ծնունդով եւ մեր զավակները Աստծո օրհնության ու իրենց ծնողների հոգացության ներքո մեծանան հավատավոր հոգով, հայրենիած սիրով եւ դաստիարակվեն ազգային ինքնության արժեքներով։ Թող Սուրբ Աստվածածինը մեր մայրերի ու քույրերի համար շարունակի լինել ներշնչանքն առ Աստված, հույսի եւ ամենայն առաքինությունների, որոնցով բարեզարդված իրենց հոգնությունն ու նվիրումը բերեն ընտանիքներում եւ եկեղեցական, ազգային ու հայրենական մեր կյանքում։ Մայրության եւ Գեղեցկության տոնը յուրահատուկ տարբերակով են շնորհավորել զինված ուժերի պատվո պահակային վաշտը եւ զինված ուժերի նվագախումբը։ Շնորհավորում եմ բոլոր կանանց եւ մայրերին ապրիլի 7-ի կապակցությամբ։ Կանանց միամսյակի թեկուզ եւ վերջին, սակայն եւ կարեւորագույն օրվա կապակցությամբ։ Մաղթում եմ ձեզ առողջություն, հաջողություն եւ երջանկություն։ Գլխավոր շտաբի զինվորական նվագախմբի անունից շնորհավորում եմ մայրերի, քույրերի, կանանց եւ աղջիկների ապրիլի 7-ը։ Թող ձեր գեղեցկությունը խաղաղություն բերի աշխարհին։ Տիգրան Հովակիմյան, Հորիզոն։ Ավարտվեց Հորիզոնի այս թողարկումը, կարճատև դադար, որից հետո կվերադառնանք նոր տեղեկատվությամբ։
Մենք վերադարձանք հորիզոնը շարունակում է աշխատանքը։ Ռուսաստանը մշտական խորհրդակցությունների մեջ է Իրանի հետ եւ պատրաստ է անել այն ամենը, ինչ անհրաժեշտ է իրանական միջուկային խնդրի քաղաքական եւ դիվանագիտական լուծման համար։ Այս մասին ճեպազրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, խոսելով Թեհրանի եւ Վաշինգտոնի միջև թեմայի շուրջ երկխոսության հարցում Մոսկվայի միջնորդական ջանքերի հնարավորության մասին։ Միջազգային մյուս լուրերը ներկայացնենք տեսաշարով։ Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին երկրի զինված ուժերը բարձր պատրաստության վիճակի է բերել ԱՄՆ-ի կողմից հարձակման մտավախության պատճառով։ Երեկ Reuters-ին հայտնել է Իրանի բարձրաստիճան պաշտոնյան։ Իրանը մերժել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ուղիղ բանակցությունների պահանջը։ Թեհրանը ցանկանում է անուղղակի բանակցությունները շարունակել Օմանի միջոցով, որը Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև կապի վաղեմի ուղի է։ Գործակալության աղբյուրի համաձայն Իրանը նամակներ է ուղարկել հարևան երկրներին՝ Իրաքին, Քուվեյթին, Քաթարին, Արաբական Միացյալ Էմիրություններին, Թուրքիային եւ Բահրեյնին, տեղեկացնելով, որ ԱՄՆ-ի հարձակմանը ցանկացած աջակցություն, ներառյալ օդային կամ այլ տարածքի տրամադրում ԱՄՆ ռազմական ուժերին կդիտվի որպես թշնամական գործողություն Թեհրանի նկատմամբ եւ կունենա լուրջ հետևանքներ։ Թուրքիայի ամենամեծ ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Օզգուր Օզելը հայտարարել է, որ կշարունակեն ամեն շաբաթ եւ կիրակի բողոքի ցույցեր կազմակերպել տարբեր քաղաքներում, ընդդեմ արտահերթ ընտրություններում ընդդիմության կողմից որպես նախագահի թեկնածու առաջադրված Ստամբուլի նախկին քաղաքապետ Էքրեմ Էմամօղլուի ձերբակալության։ Օզելը ելույթ է ունեցել ապրիլի 6-ին կուսակցության արտահերթ համագումարում։ Բացի այդ, կուսակցությունն ամեն չորեքշաբթի երեկոյան հանրահավաքներ է անցկացնելու Ստամբուլի տարբեր շրջաններում։ Օզելը կոչ է արել նախագահ Էրդողանին արտահերթ ընտրություններ նշանակել ամենաուշը նոյեմբերին։ Հանգստյան օրերին Իսրայելի կողմից Գազայի հատվածին հասցված հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 32 մարդ։ Նրանց թվում կան 10-ից ավելի կանայք եւ երեխաներ։ Այս մասին հայտարարել է Գազայի առողջապահության նախարարությունը։ Նասերի հոսպիտալի բժիշկների տվյալներով շաբաթ լույս կիրակի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակի կողմից Խան Յունիս քաղաքին հասցված հարվածների հետևանքով զոհվել է 15 մարդ, 5 տղամարդ, 5 կին եւ 5 երեխա։ Պաղեստինյան կողմը պնդում է նաեւ, որ Ջեբալիա փախստականների ճամբարում սպանվել է առնվազն 4 մարդ, իսկ Գազա քաղաքում 6 պաղեստինցի է սպանվել։ Դրանց թվում կան 3 երեխաներ։ Գազայում շարունակվող պատերազմը եւ անկլավում մնացած պատանդներին ազատելու հարցը լինելու է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի բանակցությունների առանցքում։ Այսօր Իսրայելի կառավարության ղեկավարը ժամանել է Վաշինգտոն։ Ներմուծման նոր մաքսատուրքերը դեղամիջոց են ամերիկյան տնտեսության համար, օդանավում լրագրողներին տված պարզաբանման ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Երբեմն ինչ-որ բան շտկելու համար պետք է դեղ խմել, ասել է Սպիտակ տան ղեկավարը, նշելով, որ մաքսատուրքերի սահմանումը կապված է Չինաստանի հետ առևտրային դեֆիցիտով։ Չինաստանի հետ ունենք $1 տրիլիոն առևտրային դեֆիցիտ, Չինաստանի հետ առևտրում մենք տարեկան 100 միլիարդավոր դոլարներ ենք կորցնում, եւ քանի դեռ այս խնդիրը չենք լուծել, ես չեմ պատրաստվում գործարքի գնալ։ Նա խոսել է Եվրոպայի, Ասիայի եւ աշխարհի այլ երկրների ներկայացուցիչների հետ նախատեսվող բանակցությունների մասին, որոնք ցանկանում են ԱՄՆ-ի հետ գործարք կնքել։ Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարարն էր ասել, որ ավելի քան 50 երկրներ արդեն դիմել են Սպիտակ տուն առևտրային турքերի շուրջ բանակցություններ սկսելու առաջարկով։ Պաշտոնյան սակայն չի հայտնել դիմաց երկրների անունները, ոչ էլ մանրամասներ է ներկայացրել նախատեսվող բանակցություններից։ Եվրամիության հետ մաքսատուրքերի հնարավոր չեղարկման մասին հարցին Թրամփը պատասխանել է, որ եվրոպական երկրները Միացյալ Նահանգներից կորզել են հարստություն եւ նրանց հետ գործարք չի լինի, քանի դեռ նրանք նահանգներին ամեն տարի մեծ գումար չեն վճարել։ Ռոմի Ֆրանցիսկոս Պապը կիրակի առավոտյան անակնկալ հայտնվել է Սուրբ Պետրոսի հրապարակում հիվանդների եւ բուժաշխատողների համար հատուկ հոբելյանական պատարագի ժամանակ։ Սա Պոնտիֆիկոսի առաջին հրապարակային Երևանն էր Վատիկանում 2 շաբաթ առաջ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո։ Հռոմի Պապը Սուրբ Պետրոս հրապարակում տեղադրված ամբիոնից բոլոր ներկաներին շնորհավորել է իր առաքելական օրհնությունը, տկար, բայց հստակ ձայնով բոլորին մաղթել բարի կիրակի։ Հիշեցնենք, որ հունվարին Ֆրանցիսկոս Պապը հիվանդացել էր բրոնխիտով, փետրվարի 14-ին նրան տեղափոխել էին Հռոմի Ջեմելի կլինիկա, քանի որ հիվանդությունը քրոնիկ էր դարձել։ Ռենտգենից եւ լաբորատոր հետազոտություններից հետո քահանայապետի մոտ հայտնաբերվել էր նաև երկկողմանի թոքաբորբ։ ԱՄՆ-ի հարավում եւ արևմուտքում հորդարատ անձրևների հետևանքով զոհվել է առնվազն 18 մարդ,
Երեք այս շրջաններում հորդառատ անձրևները չեն դադարել։ Բարձրացել է գետերի մակարդակը, առաջացնելով հեղեղումներ եւ բնակեցված տարածքների լուրջ ավերածություններ։ Կենտուկիի նահանգի Ֆրանկֆորտ քաղաքը հեղեղվել է։ Փրկարարները փչովի նավակներով շրջել են հեղեղված փողոցներով, փորձելով օգնել հեղեղից տուժածներին։ Անջատվել է քաղաքի էլեկտրականությունն ու գազը։ Բարարած Կենտուկիի գետի ջրի մակարդակը գերազանցել է 14 մետրը եւ սպասվում է, որ այսօր այն կհասնի գրեթե 15 մետրի, ինչը ըստ Ֆրանկֆուրտի քաղաքապետի կարող է ռեկորդային բարձր լինել։ Իդեպ քաղաքի ջրհեղեղային պատվարի համակարգը նախատեսված է մինչև 15.5 մետր ջրի մակարդակի համար։ Ալլա Ղալաչյան, Հորիզոն։ Տեղի ունեցել Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցությունը, որին քննարկվել է նաև օդի որակի մասին հարցը։ Քաղաքապետը նշել է, որ օդի որակի էական բարելավում է գրանցվել։ Այս սեզոնին արդեն իսկ օդի որակը Երևան քաղաքում էականորեն փոխվում է դեպի լավը։ Ճիշտ եմ արձանագրում։ Եվ սա ցույց է տալի մեր 173 սարքերը, որոնք որ տեղադրել ենք Երևան քաղաքով մեկ։ Եվ բայց մենք ունենում ենք խնդիրներ հիմնականում ձմեռվա ամիսներին։ Ձմեռային ամիսներին մենք յուրաքանչյուր տարի ունենում ենք այդ խնդիրը, պայմանավորված եւ ջեռուցման սեզոնով, երբ որ որոշակիորեն ավելանում է, այսինքն աղտոտման աղբյուրներին գումարվում է նոր աղտոտման աղբյուր ջեռուցումը, պայմանավորված Երևան քաղաքի աշխարհագրական դիրքով, երբ որ ձմեռային ամիսներին անտիցիկլոնային այդ ինվերսիոն երևույթներ են տեղի ունենում, երբ որ սառը օդը լճանում է արարության գոգավորության հատակային մասերում Երևան քաղաքում եւ օդափոխանակությունը խախտվում է այդ ամիսներին, եւ պայմանավորված նաեւ Երևան քաղաքում կանաչ տարածքներում կանաչապատ գոտիներում մշտադալար տեսակների սակավությամբ, երբ որ այդ կանաչ գոտիները իրենց ֆիլտրող գործառույթը չեն իրականացնում, այսինքն քիչ են դրանով պայմանավորված եւ մեր գործողությունների ծրագրում, քառամյա գործողությունների ծրագրում մենք նախատեսել ենք միջոցառումներ, կուզենայի տեղեկացնել նաև, որ շրջակա միջավայրի նախարարության կողմից եւս մշակվել է մթնոլորտային օդի պահպանության բնագավառում 2025-2030 թվականների համալիր միջոցառումների ծրագիրը, որը շատ համահունչ է նաև մեր առաջարկած քառամյա ծրագրին, նաև կուզենայի տեղեկացնել, որ հրապարակվել է հիդրոմետրի օդի աղտոտվածության 2024 թվականի ամփոփագիրը, որի համաձայն 2024 թվականին Երևան քաղաքում նվազել է փոշու աղտոտվածության մակարդակը համեմատած նախորդ տարիների, եւ եթե նախորդ տարիներին դիտարկվող քաղաքներում ամենաբարձր փոշու մակարդակը գրանցվում էր Երևան քաղաքում, 24 թվականին արդեն Երևան քաղաքում նվազել այդ ցուցանիշը եւ 4-րդն է այդ ցուցանիշով դիտարկվող քաղաքների մեջ։ Այն ինչ որ դուք ասում եք, շատերը ուղղակի կորակեն, որ դա իրականությանը չի համապատասխանում։ Մի պարզ պատճառով կարծում եմ, որ մինչև նախորդ տարի մենք այս ծավալի չափումներ օդի որակի ուղղակի Երևան քաղաքում չէինք արել։ Այսինքն այն սարքերի ծավալը եւ քանակը, որ նախորդ տարի արդեն ունեինք Երևան քաղաքում, 160-ից ավելին էր։ Մեզ հնարավորություն է տվել լայնորեն խոսել այս թեմայի շուրջ եւ իրականում այս այն ամենակարևոր, այսպես ասած, դիագնոստիկ փուլն ենք անցել, որտեղ որ հասկացել ենք, թե ինչ խնդիրներ ունենք։ Բայց այնուամենայնիվ նաեւ ձեր խոսքին եմ ուզում անդրադառնալ, որովհետեւ փոշու քանակը եւ օրինակ ձեր մատնանշած առաջին խնդիրը, որ ջեռուցման սեզոնի հետ է կապված, արդյոք իրար այդպես փոխկապակցված են։ Ջեռուցման սեզոնին, քանի որ ոչ միայն գազ, նաև այլ վառելիք է օգտագործվում, հիմնականում մանրատիկ փոշու կամ այսպես ասած PM2.5-ի աղբյուր ջեռուցումը եւս հանդիսանում է։ Ջեռուցումը այդ օրգանական փոշու, օրգանական ծխի մասնիկները հանդիսանում են PM2.5-ի աղբյուր եւ նաեւ դրանք, քանի որ գումարվում է ձմեռային ամիսներին օդափոխանակության խանգարումը, այդ ամենը բերում է նաև մեր սարքերի կողմից արձանագրվող PM2.5-ի մակարդակի ավելացման։ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը նախատեսում է գործարկել 23 գրասենյակ, որոնցից միայն 2-3-ը կգտնվեն մարզերում։ Ըստ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Նելի Դավթյանի նախկինում գործող 63 ստորաբաժանումները արդարացված էին պայմանավորված տեղում մատուցվող ծառայությունների անհրաժեշտությամբ, սակայն այժմ դրանց մեծ մասը տեղափոխվել է թվային հարթակ։ Նա նշել է նաեւ, որ ընթացքի մեջ են կենսաչափական համակարգի ներդրման աշխատանքները։
Այս ծրագիրը ըստ էության մի շարք խնդիրներ է լուծում եւ մի քանի շերտի խնդիրներ է լուծում, բացի նրանից, որ փաստաթղթի որակը ֆիզիկապես իսկապես թղթի որակի մասին է, բլանկի որակի մասին է, նաեւ խոսքը էլեկտրոնային կրիչի որակի մասին է խոսքը, զգալիորեն բարելավելու է, այլ այս ծրագիրը բերելու է նաեւ երաշխիք ցանկացած կենսաչափական փաստաթուղթ կրող անձի համար, օրինակ արժանապատիվ ճամփորդելու իմաստով։ Եվ սա ժամանակի պահանջն է, ժամանակի հրամայականն է, այս ճանապարհով գնալ հնարավոր չէ, որովհետև սահմանների կառավարման նորանոր մոդելներ են աշխարհում գործարկվում, ինչպես օրինակ ընդամենը 1-2 ամսից ETIAS կոչվող եվրոպական սահմանների կառավարման նոր համակարգն է կյանքի կոչվելու, որը որ պետությունների միջև կենսաչափական տվյալների փոխանակման մասին է, հնարավորինս նպատակ ունի մինիմալի հասցնելու անձին պատճառվող անհարմարությունը որևէ սահմանին, այսինքն իմաստը այն է, որ անձը կարողանա իր կենսաչափական փաստաթուղթը էլեկտրոնային կարդացող սարքի միջոցով ընդհանրապես սկանավորել եւ շարունակել ճանապարհը, չլինեն կուտակումներ օդանավակայաններում, չլինեն բարդություններ, բայց անձը ով չի ունենա կենսաչափական փաստաթուղթ, ստիպված կլինի այդ ողջ կենսաչափական տվյալները տեղում հանձնել։ Եթե մենք չենք ուզում այդ տեղում հանձնելու տարբերակով այնուամենայնիվ շարունակել կրողը լինել այդ բարդությունների, ուրեմն պետք է վաղ թե ուշ անցնենք այս ճանապարհով եւ ելի շեշտադրեմ, սա նաեւ վիզաների ազատականացման համատեքստում ուղիղ եւ պարտադիր դրված պահանջ է եւ բոլոր այն պետությունները, ովքեր եւս վիզաներ են ազատականացրել Եվրոպական միության հետ, պարտադիր կերպով հիմքում ունեցել են այս պահանջը։ Բիոմետրիկ տվյալների հավաքագրումը թղթային process չի ենթադրում, ոչ որևէ թուղթ չի լինելու, բայց անձը ով կդժվարանա այդ նախագրանցում կոչվող գործընթացը իրականացնել կայքի միջոցով էլեկտրոնային հարթակում տանից, նա կարող է մոտենալ իհարկե գրասենյակ եւ այսպես թե այնպես կենսաչափական տվյալների հավաքագրումը տեղում է իրականացվում մատնահետքի դեմքի նկարանման աշխատանք է տարվում նոր տեխնոլոգիաներով, ինչպես նշեցի, մենք խոշոր միջին եւ ըստ էության միջին եւ խոշոր գրասենյակներում ներդնելու ենք բոլորը մեկում կոչվող տեխնիկական լուծումը, որը մեկ սարք է, մենք հաճախ այդ սարքը հանդիպում ենք տարբեր միջազգային սահմաններին, օդանավակայաններում, որի դիմաց անձը կանգնում է եւ մատնահետքը եւ լուսանկարը տեղում իրականացվում է եւ լինելու են իհարկե շատ արագացված ու ճկուն ծառայություններ, այդ թվում նաև առաքման ծառայություններ, մասնավորը կհայտարարի իհարկե իր գնային քաղաքականությունը ավելի ուշ, բայց կարծում եմ արժանապատիվ հանրային ծառայությունների մոդել ենք ունենալու։ Մենք պետք է այլևս արդեն պայմանագիրը կնքենք հաղթող ընկերության հետ, քանի որ որակավորման փուլից մինչև առաջարկի հարցման փուլը ընկած ժամանակահատվածը մենք հատուկ հայտատուների խնդրանքով երկարաձգեցինք եւ բավականին մանրամասն պայմանագրի նախագիծը քննարկված է, այս փուլում արդեն շատ չենք ուշացնի, ըստ էության պայմանագիրը ընդունելի տեսք ունի երկկողմ եւ հանրային գործընկերոջ, այն է կառավարության համար եւ մասնավոր գործընկերոջ տվյալ պարագայում հաղթած հայտատուի համար եւ տեխնիկապես պարզապես առաջիկա ամսվա ընթացքում կպայմանավորվենք երկկողմ հարմար օր, տեղ եւ փաստաթուղթը կստորագրվի, այս փուլում իհարկե արդեն հայտատուն պետք է Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց ռեգիստրում ունենա համապատասխան գրանցումը եւ որպես կողմ արդեն ի վիճակի կլինի ստորագրել պայմանագիրը։ Շատ չծանրաբեռնեմ տեխնիկական կառուցվածքով, թե ինչպես է նախատեսվում ենթակառուցվածքի ներդրումը մինչև փաստաթղթերի արտադրությունը կսկսի, բայց հաստատեմ մեր այն հանձնառությունը, որ վերջին ամբողջ տարում որակավորման փուլից ի վեր մենք կրկնում ենք, որ 2026-ի երկրորդ կիսամյակում կունենանք արդեն կենսաչափական համակարգը ներդրված եւ փաստաթղթերը կլինեն շրջանառության մեջ, կսկսենք տրամադրել քաղաքացիներին։ Գազպրոմ Արմենիա ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 9-ին գազամատակարարման պլանային դադարեցում է նախատեսվում Երևան քաղաքի Տիգրանյան 20 հասցեում։ Գազպրոմ Արմենիա ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 9-ին ժամը 10-ից մինչև ժամը 16-ը կդադարեցվի Երևան քաղաքի կենտրոն վարչական շրջանի Տիգրանյան փողոցի թիվ 20 բազմաբնակարան շենքի 3-րդ մուտքի գազասպառողների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում պահպանել անվտանգության պահանջները։ Գազամատակարարման դադարեցումների մասին տեղեկատվություն ստանալու համար բաժանորդագրվեք Գազպրոմ Արմենիա ընկերության Telegram-ի ալիքին։ Այսքանը կհանդիպենք ժամը 22-ին հորիզոնի գլխավոր թողարկմանը առայժմ։